հեծը պետք է ազգայնացվի, այսինքն պետականացվի։ Թողնելով մի շարք կարևորագույն օրակարգային հարցեր, զբաղված է սպառնալով հեծին։ Մենք չենք ուզում խոսալ ոչ հեծից, ոչ մեր մյուս ուրիշ բիզնեսներից։ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, եւ Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուրը ունի կարծիք արտահայտելու։ Ժողովրդավարությունը դրա մասին է, որ քաղաքացու կամ արտահայտության վրա որևէ սուբյեկտ չկարողանա ճնշում գործադրել։ Հեծի բոլոր աշխատողներին կարճ ասած, ովքեր ներգրավված են, կոնկրետ ասում են, պատժվելու են։ Իրանք հասկանալու են, որ սխալ է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստան էլեկտրական ցանցեր Փակbaşnet իրական ընկերությունը պետք է ազգայնացվի, պետականացվի, ինչ մեխանիզմով դա կարող է տեղի ունենալ եւ գործընթացի օրինականության հետ կապված ինչ հարցեր կարող են առաջանալ։ Շատ վտանգավոր հայտարարություն է եւ պետականացումը ընդհանրապես եթե նույնիսկ որևէ երկրում տեղի ունենում այդպիսի բան, դա այնքան գեղեցիկ փաթեթավորված ու քողարկված է տեղի ունենում, որ երբևէ որևէ տեսակ արտաքին պոտենցիալ ներդրողներին դա չհասնի, որովհետեւ կապիտալիզմում սեփականության իրավունքի երաշխավորում ու պաշտպանությունը աքսիոմատիկ անհրաժեշտություն է, նույնիսկ քննարկման ենթակա չէ։ Երբ որ ցանկացած երկրի ներդրումային գրավչության մասին խոսում ենք եւ ներդրումների մասին խոսում ենք, ֆիզիկական անվտանգության հետ զուգահեռ միշտ գալիս է սեփականության իրավունքի երաշխավորումը։ Եթե հանկարծ սկսվի այդպիսի process, արդեն իսկ հայտարարությունները ինքնին վտանգավոր են, բայց եթե հանկարծ Աստված մի արասե սկսվի process, ապա տապանակար է դրվում Հայաստանի Հանրապետության ներդրումային գրավչության վրա։ Այդպիսի խոսույթը առաջնային մեսիջ է պոտենցիալ ներդրողներին, որ Հայաստանի Հանրապետությունը չի պատրաստվում որևէ տեսակ ներդրում ընդունել եւ այստեղ որևէ ձևով ծեր սեփականության իրավունքը պաշտպանված չի լինի։ Այդ թվում, եթե դրանք զուգորդվում են դատական իշխանություններին տրված հրահանգներով եւ գործարարի նկատմամբ այսպիսի վերաբերմունքով, այսինքն սկզբնական հայտարարություն գրառումներ են տեղի ունենում այնուհետև ակնհայտ իրավագիտության հետ աղերս չունեցող ընդհանուր մինչև կալանքի տարվող քրեական գործերի հարուցումով, սա նշանակում է, որ ոչ միայն սեփականության իրավունքը, այլ նաև դատական համակարգն է ուզուրպացված, հետևաբար այս երկուսի միասնությունը բոլոր տեսակի ներդրումներին հետևանում։ Ինչ պետք է անի պետությունը, եթե գտնում է, որ հանրությանը ծառայություններ մատուցող որևէ տնտեսվարող զանգվածաբար վնասներ է հասցնում սպառողներին։ Մեր երկրում կան խնդրի լուծման իրավական մեխանիզմներ։ Ազատականացումից հետո փաստացի իրավունք տրամադրվեց էլեկտրաէներգիա արտադրող ընկերություններին ազատ վաճառք իրականացնել, իհարկե սակագները վճարելով եւ բաշխման ցանցին իր սակագնի մասով եւ բարձրավոլտի էլեկտրակայանների տեղափոխման ընկերությանը իր սակագնի առումով։ Արդյունքում այդպիսի ազատականացումը բերեց էներգետիկ համակարգի հավաքագրվող եկամուտների նվազեցման։ Այդպիսով խոշոր կազմակերպությունների եւ խոշոր սպառողներում առաջացավ շահույթի կուտակում՝ ի հաշիվ էլեկտրաէներգիայի սպառման սակագնի։ Այնուհետև շատ ավելի ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա արտադրողներին, ինչպիսիք են օրինակ ատոմակայանը, նրանք սկսեցին, այսպես ասած, բնակչությանը էժան էլեկտրաէներգիայի մատակարարման ապահովում էին իրականացնում։ Բայց քանի որ տեղի ունեցել արդեն խոշոր սպառողների սակագների նվազեցում ու այսպես ասած շահույթների կուտակում, բայց միևնույն ժամանակ էներգետիկ համակարգում դրամական միջոցների խորը դեֆիցիտ, հիմա պետք է դեֆիցիտը ծածկել։ Սրա ընդամենը մեկ եղանակ է մնացել բնակչության կամ փոքր կազմակերպությունների կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում։ Այսքան խորքային ուսումնասիրությունից հետո, եթե կառավարությունը խոսում է էլեկտրաէներգիայի մատակարարման բարդությունների խափանելիության եւ այլնի մասին, բնական է, չէ, այդ ուսումնասիրությունը եթե մենք կատարել ենք, կառավարությանն էլ են զեկուցել այդպիսի խնդիրների մասին եւ նրանք քաջատեղյակ են այսպիսի խնդիրներից։ Հիմա ինչ պետք է անի կառավարությունը։ Փնտրի եւ գտնի մեղավոր եւ հասարակությանը ցույց տա, որ մեղավորությունը ոչ թե կառավարությանն է եւ այդպիսի ապաշնոր որոշումը ոչ թե դրա հետևանքները ոչ թե կրողը կառավարությունն է, այլ հետևանքների կրողը հեծի սեփականատերն է կամ ընդհանուր կառավարման համակարգն է, գործադիր մարմինն է եւ այլն։ Ընդհանրեն մեղավորի փնտրտուք է, բայց ես վստահեցնում եմ, այս պահին առաջացած խնդիրների մեծ մասը առաջացել են բացառապես էլեկտրաէներգիայի ազատականացման ինստիտուտի ստեղծումով։
որովհետև լրացուցիչ դրամական միջոցներ չեն կարողանում հավաքագրել, գեներացնել, այդ դրամական միջոցները չեն կարողանում ներդրումներ իրականացնել բարձրավոտ էլեկտրաէներգիայի տեղափոխման մալուխային համակարգերի ստեղծման վրա, դրա համար առաջանում են այսպիսի խափանումներ։ Եթե հեծը պետականացվի, ինչ խնդիրների առջև կարող է կանգնել Հայաստանի Հանրապետությունը, մեր երկիրը կշարունակի գրավիչ լինել բիզնեսի ներդրումների համար։ Վերջին 3 տարիների օտարերկրաուղակի ներդրումները շարունակական բացասական են, չի եղել գեթ 1 ամիս, 5 տարեկան կտրվածքով հաշվարկվող է, բայց նույնիսկ չի եղել գեթ 1 ամիս, որպեսզի ունենանք դրական արդյունք։ Այսինքն հետևանքը արդեն զգում ենք։ 3 տարի Հայաստանում ներդրումները շարունակաբար բացասական են։ Երկրորդ կարևորագույն խնդիրը, որ ունենք, դա միջազգային ատյաններում հետագա այսպես դատական հայցերի ներկայացումից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսների արտահոսքն է լինելու։ Օրինակ պղնձամոլիբդենայինի դեպքում միջազգային հայցի վերջին ամիսներին մոտավորապես 1 տարի առաջ, եթե չեմ սխալվում, մոտավորապես 11 միլիարդ դոլարի չափով հայցապահանջ էին ներկայացել փոխհատուցումների տրամադրման, այսինքն Հայաստանի բյուջեն չէր բավարարի, որպեսզի կարողանան այդ մարումները իրականացնեն։ Հիմա ես ձեզ վստահեցնում եմ, եթե իշխանությունը նույնիսկ փոխվում է եւ հաջորդ իշխանությունները չեն կարողանում պատշաճ կերպով բանակցեն եւ այդպիսի, այսպես ասած, պետականացրած բաժնետոմսերի պատշաճ հետ վերադարձ իրականացնեն կամ պատշաճ գործարք իրականացնեն, սա Հայաստանի Հանրապետության համար նորից լրացուցիչ ֆինանսական բեռի հանգեցնելու, բացի պոտենցիալ ներդրողին, նաեւ վնասում է տեղում արդեն գործարարին։ Եվ վստահեցնում եմ ձեզ, Հայաստանում դեռևս տարիներ առաջ մեկնարկած կապիտալի արտահոսքը շատ ավելի մեծ թափ է հավաքելու եւ ավելի արագ տեմպով է արտահոսելու Հայաստանի Հանրապետությունից։ Ինչով են պայմանավորված Վրաստանի մաքսային մարմինների կողմից հայկական բեռների դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված խոչընդոտները։ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները կազմակերպվում են, ընդ որում Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության տեսակարգը շիռ ընդհանուր Հայաստանի առևտրաշրջանառության մեջ կազմում է շուրջ 40%, եւ մենք ունենք այստեղ ընդամենը մեկ ճանապարհ։ Միշտ խնդիրներ առաջացել են, շարունակում են առաջանալ պայմանավորված եղանակային պայմաններով, տարբեր այսպես խոչընդոտներով, բայց վերջին շրջանում հատկապես առաջացավ ինչի հետևանքով։ Առաջինը, Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց խմիչքների եւ տարատեսակ ապրանքների QR կոդերով քանակական վերահսկման ինստիտուտ։ Այդպիսի վերահսկման ինստիտուտը ինտեգրված չէր Եվրասիական միության անդամ պետությունների ինստիտուտներին եւ նախազգուշացումներ ստացել էին բազմիցս Հայաստանի կառավարիչները, որ այդպիսի պայմաններում չեն կարողանալու ինտեգրացիա ապահովեն, բայց նրանք շարունակեցին կատարել այդ գործողությունները պայմանավորված QR կոդերի ոչ ինտեգրված համակարգով սկսվեց արդեն Հայաստանի Հանրապետության արտահանումը տուգանվել, այսինքն հնարավոր չէր ուղղակի մուտք գործել շուկ։ Երկրորդը քաղաքական ուրեմն խոչընդոտներն են, որովհետեւ ակնհայտորեն տեղի ունենում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն եւ քաղաքականությունը ընդհանուր տնտեսական զարգացում եւ տնտեսական գործընթացները չեն կարող միմյանցից անկախ տեղի ունենալ։ Դրա պատճառով ուրեմն տեղի ունենում Հայաստանից ուրեմն արտահանվող բեռների խիստ հսկողություններ, առաջնային այսպես էական հարվածը ստացավ խմիչքի, ոգելից խմիչքի արդյունաբերությունը, հատկապես կոնյակի արտադրությունը, մենք ունենք մոտավորապես 17-18% անկում, այնուհետև գյուղատնտեսական մթերքները։ Օրինակ տարեկան մոտավորապես 60,000 տոննայից իրան է արտահանվում Ռուսաստանի Դաշնություն, բայց մենք ունենք այսօր արդեն խնդիր պայմանավորված հենց անցակետը չհատելու խոչընդոտներով, որտեղ որ ուղղակի տրանսպորտային միջոցները չեն կարողանալու, այսինքն ժամկետայնություն ունեցող սննդային միջոցները պահպանել եւ հասցնել վաճառքի։ Ինչ խնդիրներ է ստեղծել Իսրայելի եւ Իրանի միջև պատերազմը մեր տնտեսության համար։ Հակամարտությունը շարունակվելու դեպքում բիզնեսը կարող է ներմուծման, արտահանման, նվազ վնասաբեր այլընտրանքային ուղիներ գտնել։ Հենց այս պահին Բանդարաբաս նավահանգստում կուտակված են հայկական այսպես ներկրողների եւ բիզնեսի կողմից ներկրվող ապրանքներ, որոնք որ պատերազմը պայմանավորված չեն կարողանում հատել սահմանը եւ չեն կարողանում նույնիսկ հետ վերադարձնել։ Այստեղ առաջնային ուրեմն հարվածը սկսվում է բիզնեսի այդպես վնասների կրումից, որովհետև գումարները փոխանցված են, ապրանքները ձեռք բերված են, բայց ապրանքները չեն հասել նպատակային նշանակման վայր եւ հետեւաբար չեն կարող վաճառքի դուրս գա։ Սա խոչընդոտում է բիզնեսին, հետեւաբար այդ բիզնեսը հետագա վերականգնման շատ լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։
Երկրորդ ազդեցությունը լինելու է Հայաստանի Հանրապետության վրա, որովհետև այդպիսի արգելքների պայմաններում սովորաբար առաջանում է ապրանքային դեֆիցիտը հանգեցնում է գների աճի։ Այսինքն մի դեպքում մենք զրկված ենք լինելու շատ տարատեսակ ապրանքների ձեռքբերման հնարավորություններից, ինչպիսիք են հեռախոսներ, հեռուստացույցեր եւ այլն, կամ այլ երկրների միջոցով, պայմանականորեն Ռուսաստանի Դաշնության միջոցով այսպես ներկրման կամ վերաարտահանմանը, որը անշուշտ հանգեցնելու է գների սակագների շատ էական բարձրացման եւ 42% աղքատության մակարդակ ունեցող պետության համար պատկերացնում ենք սա ինչ աղետալի հետևանքների կարող է հանգեցնել։ Ինչ պետք է իրականացնի կառավարությունը։ Շատ վաղուց հայտարարությունների մակարդակում կամ երբ որ արդեն հայտարարվեց առաջին հարվածի մասին Իրանին, շատ արագ պետք էր ստեղծել աշխատանքային խումբ, ուսումնասիրող խումբ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմից, ֆինանսների, պետեկամուտների կոմիտեի եւ այսպես տարբեր գերատեսչությունների աշխատակազմից բաղկացած աշխատանքային խումբը առանց չափազանցնելու եմ ասում 2-3 օրվա ընթացքում կարող է գույքագրել այդ ճանապարհի միջոցով ներկրվող եւ արտահանվող ապրանքների տեսականին, քանակը, գումարը եւ այլն, եւ շատ արագ շուկաների փոփոխման այլընտրանքային տարբերակներ առաջարկեր, ինչպես նաեւ պետական աջակցություն տրամադրեր։ Հիմա տեսեք, արդեն պատերազմը մտել է թեժացման փուլ, Ամերիկայի Միացյալ Նահանգները հանդես է գալիս հայտարարություններով, ընդհանուր մինչև լայնածավալ հարձակման եւ այլն, բայց Հայաստանի Հանրապետությունում դեռևս չկա այդպիսի աշխատանքային խումբ ձևավորված։ Այլընտրանքային տարբերակը լինելու է բիզնեսի կողմից ինքնակազմակերպումը եւ ինքնուրույն շուկաների հայտնաբերումը, իսկ այդպիսի նոր շուկաները այսպիսի վարկագծի դեպքում գնում են դեպի Թուրքիա, որը որ կարծես թե իշխանության քաղաքական կամքի հետ համապատասխանում է դրա համար ձեռքերը ծալած նստել եւ որևէ աշխատանքային խումբ չի ստեղծել։